Linux ներածություն Այսօրվա դասի թեմաներն են ինչ է օպերացիոն համակարգը, ինչ է Unix-ը, GNU պրոյեկտ, անվճար ծրագրերի մասին, ինչ է GPL-ը, ինչ է LGPL-ը, Linux-ի պատմությունը, distributions, հայտնի distribution-ներ, Linux-ի կառուցվածք, Linux-ի հիմնական հատկանիշները։ Օպերացիոն համակարգ Ինչպես արդեն ասել ենք, օպերացիոն համակարգը ծրագիր է, որը կառավարում է համակարգիչը։ Այն կառավարում է ռեսուրսները և պլանավորում առաջադրանքները։ Օպերացիոն համակարգը նաև ապահովում է user interface օգտագործողի հետ փոխգործակցության համար։ Օպերացիոն համակարգը գրեթե միաժամանակ է իրականացնում շատ ֆունկցիաներ, բայց պրոցեսորը կարող է աշխատել առաջադրանքի վրա միայն դրա տրման պահին։ Օպերացիոն համակարգի օրինակներ էին Unix-ը, Linux-ը, Windows-ը, Mac օպերացիոն համակարգը և այլն։ Հասկանանք, թե ինչ է Unix-ը։ Այն օպերացիոն համակարգ է, որը multitasking է և multi-user։ Unix-ի կողմից ապահովվող համակարգերը և համակարգի աբստրակցիան կարող եք դիտել։ Unix համակարգի հետ համագործակցելու հիմնական մեթոդը command line interface-ն է։ Օգտագործողները աշխատեցնում են հրամանները տպելով տեքստային սիմվոլներ։ GNU պրոյեկտը դա Unix-ը չէ։ Այն պրոյեկտ է, որպեսզի իրականացնել բոլորովին անվճար Unix-like օպերացիոն համակարգ։ Հիմնվել է 1974 թվականին այն ժամանակ, երբ Unix-ի կոդը այլևս անվճար չէր։ Ինչևէ, 1991 թվականին GNU պրոյեկտին դեռևս պակասում էր կեռնելը։ GNU-ն, Linux-ը և շատ այլ ծրագրեր անվճար են։ Անվճար ծրագիրը տալիս է հետևյալ 4 ազատությունն օգտագործողներին։ Ազատություն աշխատեցնելու ծրագիրը ցանկացած նպատակի համար, ազատություն սովորելու, թե ինչպես է ծրագիրն աշխատում և հարմարեցնել այն իր պահանջներին, ազատություն տարածելու կրկնօրինակներ ուրիշներին օգնելու համար, ազատություն կատարելագործելու ծրագիրը և բաց թողնելու այդ տարբերակը հասարակությանը։ GPL լիցենզիաները օգտագործում են հեղինակային իրավունքի օրենքները, որպեսզի վստահ լինեն, որ կատարելագործված տարբերակները անվճար են նույնպես։ GNU-ի GPL-ը պահանջում է, որ կատարելագործված և արդյունքում ստացված աշխատանքները նույնպես լինեն GPL։ Միայն վերաբերում է բաց թողնված ծրագրերին, յուրաքանչյուր ծրագիր, որը օգտագործում է GPL-ավորված կոդ, համարվում է այդ կոդի շարունակությունը։ LGPL LGPL-ը ավելի քիչ սահմանափակումներով լիցենզիա է, քան GPL-ը։ LGPL-ը թույլ է տալիս ծրագրավորողներին և ընկերություններին օգտագործել և ներառել LGPL ծրագրեր իրենց սեփական ծրագրերի մեջ, առանց իրենց սեփական ծրագրային հատվածի source կոդի տրամադրման անհրաժեշտության։ Linux Անվճար Unix-անման կեռնել, որը ստեղծվել է 1991 թվականին։ Ամբողջ համակարգը օգտագործում է GNU-ի գործիքները։ Այսպիսով ամբողջ համակարգը կոչվում է GNU Linux։ Քանի որ ծրագիրը տրամադրվել է անվճար բավականին վաղ ժամանակներից, այն գրավել է ավելի ու ավելի շատ աջակիցներ և օգտագործողներ։ 1991 թվականից սկսած զարգանում է շատ ավելի արագ, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։ Distributions Ինչ է Linux distribution-ը։ Օպերացիոն համակարգ կառուցված Linux կեռնելի հիման վրա, որը կարող է լինել սպეციფիկ հարդվեր սարքավորման կոնկրետ տեսակի համար, կամ ստեղծված բավարարելու բազմազան նպատակներ։ Linux distribution-ը սովորաբար ներառում է շատ մեծ հավաքածու բոլոր տեսակի անվճար և open source ծրագրերի։ Տարբերություն distribution-ների տեսակների մեջ։ Commercial և non-commercial։ Նախագծված enterprise, power կամ home օգտագործողների համար։ Ապահովում է բազմատեսակ հարդվերների վրա կամ հատուկ պլատֆորմի համար, ընդհուպ մինչև սերտիֆիկացում պլատֆորմի արտադրողից։ Նախագծված սերվերների, դեսքթոփների կամ ներդրված սարքավորումների համար։ Կառուցված հիմնականում անվտանգության, հարմարավետության, կոմպակտության կամ համակողմանիության համար։ Ահա հայտնի դիստրիբյութիոնները։ Իսկ սա Linux-ի արխիտեկտուրան է։ Linux-ի կարևոր մասերն են կեռնելը, shell-ը, Graphical Subsystem X և Network Subsystem։ Խոսենք նաև Linux-ի հիմնական հատկանիշների մասին։ Առաջինն այն է, որ այն շարժական է։ Շարժունակությունը նշանակում է, որ ծրագրերը նույն ձևով կարող են աշխատել տարբեր տեսակի հարդվերների վրա։ Linux կեռնելը և application ծրագրերը ապահովում են իրենց ինստալացիան ցանկացած տեսակի հարդվեր պլատֆորմի վրա։ Ինչպես նաև այն open source է, ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի։ Linux source code-ը հասանելի է բոլորին բացարձակապես անվճար և իրենից ներկայացնում է պրոյեկտ, որը զարգացնում է հանրությունը։
Բազմաթիվ թիմեր համագործակցում են Linux օպերացիոն համակարգի կարողությունները մեծացնելու և այն շարունակաբար զարգացնելու համար։ Ինչպես նաև Linux-ը multi-user օպերացիոն համակարգ է, ինչը նշանակում է, որ օգտագործողները կարող են մուտք գործել հիշողություն, RAM կամ application ծրագրեր միաժամանակ։ Ինչպես նաև այն բազմածրագրավորում է։ Դա նշանակում է, որ բազմաթիվ ծրագրեր կարող են աշխատեցվել միաժամանակ։ Linux-ի հաջորդ հատկանիշը դա հիերարխիկ ֆայլային համակարգն է։ Linux-ը ապահովում է ստանդարտ ֆայլային համակարգ, որտեղ տեղակայվում են համակարգի օգտագործողի ֆայլերը։ Հաջորդ հատկանիշը դա shell-ն է։ Linux-ը ապահովում է հատուկ մեկնաբանման ծրագիր, որը կարող է օգտագործվել օպերացիոն համակարգի հրամաններն իրականացնելու համար։ Shell-ը կերնելի ինտերֆեյս է, որը թաքցնում է կերնելի ֆունկցիաների բարդությունն օգտագործողներից, ընդունում է հրամաններն օգտագործողներից և իրականացնում է կերնելի ֆունկցիաները։ Հաջորդ հատկանիշն անվտանգությունն է։ Linux-ը ապահովում է օգտագործողի անվտանգությունը, իրականացնելով իսկությունը ստուգող գործողություններ, ինչպիսիք են գաղտնաբառով պաշտպանությունը, վերահսկվող մուտք հատուկ ֆայլերին և տվյալների կոդավորումը։ Linux-ի հաջորդ հատկանիշը դա առանձնացված GUI-ն է։ Ի հակադրություն Linux-ը չունի ներկառուցված GUI ինտերֆեյս։ Օգտագործողները ազատ են ընտրություն կատարելու բազմաթիվ վաճառքով հասանելի կամ անվճար GUI ինտերֆեյսերի միջև, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեսք և գործողություն է ապահովում։ Շնորհակալություն։